ասացի ինչ գրես կխաղամ։ Ու այդ եղավ շատ չարաբաստիկ, ճակատագրական։ Մեկ ժամ անդադար լաց եք եղել, իսկ մամային զանգել բողոքել, ինչ-որ հարցերով։ Էդ էլ չունեմ, երբ իմանում էի, որ ռազմականից աշխատող կա, հագնում էի այդ տնը հողաթափերը, շալվարը ծալում էի ու ինչ-որ խեբեսը վրաս գցած գնում նստում էի այդ Մաքսիմալ տեսանելի վայրում։ զինվոր մոտիկ, ես էլ ընդերս կանչում էի, ասում էի դու արի, մի խոսքով ու զորքը խառնվեց իրար։ Եղել է փողոցում, որ ինչ-որ մեկնաբանություն անեն եւ թեքվեք ու դառնա վիճաբանություն։ Կարող է լացի մասը Ում կզանգեք առաջինը, երբ հասկանաք, որ կռվի մեջ եք ներքաշվում եւ օգնության կարիք ունեք։ Գորին մեր Վարուժին։ Երկու երիտասարդ նկատել են մեզ։ Հակոբյանին հասցրել էին կատել բոլորս։ Հակոբյանից անցում կատարվեց համբարձումին։ Տեր Աստված։ Թող չճանաչեն կամ անցնեն այդ կերպարին։ Ամենաբողոքավոր ու նվնվացող կերպարը, բայց միայն բանակում հեռուստասերիալում։ Իսկ թե ինչպիսին է նա իրական կյանքում, կպարզենք առաջիկա րոպեների ընթացքում։ Վահե Պետրոսյանն է մեզ մոտ հյուր, ողջույն, ես անդադ ուզում եմ ձեզ ասել քաջիկ։ Ողջույն Այդա ջան։ Ինչպես ինձ թվում է ձեզ ճանաչող ու չճանաչող բոլոր մարդիկ, որոնք պատահում են։ Սենց ասեմ, հանդիպածս մարդկանց 80%-ը միանգամից քաջիկով է տենց արձագանքում։ Մեր ռոբոտիկն է 963 է կոչվում, արհեստական բանականությամբ է օժտված եւ այսօր նա մեզ հարցեր է տալու, որոնք ենթադրում են թվային պատասխաններ։ Այդ հարցերը որևէ կերպ կապված են լինելու ձեր մասնագիտության հետ, ձեր անցյալ ուղու հետ, այնպես որ ուշադիր եղեք, մենք մրցում ենք, տեսնենք թե ով է հաղթելու։ Քանի տարեկան էր Ջիմ Քերին, երբ ստացավ իր առաջին մեծ դերը։ Դուք քանի տարեկան էիք, երբ ստացաք քաջիկի կերպարը խաղալու հնարավորություն։ Ուղիղ 20 տարեկան էի, նոր էի ավարտել ինստիտուտը ու պատրաստվում էի զորակոչվելու։ Բանակ։ Բանակ։ Հա, ընդհանրապես չէի մտածում ոչ նկարանվելու մասին, ոչ թատրոնում աշխատելու մասին։ Կոնկրետ ավարտել էի ու կենտրոնացել էի, որ պետք է գնամ բանակ, 2 տարի նվիրվեմ իմ հայրենիքին ու վերադառնամ, հետո նոր մտածեմ իմ մասնագիտական ուղու մասին, բայց կյանքը այնպես դասավորվեց, որ չգնացի բանակ, այդ պարագայում արդեն ոնց որ աշխատում էի Գոյ թատրոնում ու հասկացա, որ մենակ այդ թատրոնով մի քիչ արդեն ոնց որ դժվար է, մանավանդ որ չես կարողանում էլի Բավարար չափով գումար վաստակելու մասին է խոսքը։ Այո, ես սերիալներից նայելուց շատ հեռու մարդ եմ։ Ես որ գնացել եմ անգամ կաստինգ, ես չեմ իմացել ինչի մասին, այսինքն իմացել եմ որ բանակի մասին հեռուստասերիալ է, բայց չեմ պատկերացրել ինչա կատարվում, ազգի քանի տոկոսն է նայում։ Իսկ այդ ժամանակ բանակում իսկապես չափազանց մեծ դիտողականություն բանակում արդեն մի տարի գնում էր եթեր ու անկեղծ ես չգիտեի, որ ազգի 95%-ը, եթե ոչ 99%-ը ու աշխարհով մեկ սփռված ազգի կոնկրետ նայում է բանակում հեռուստասերիալ, անկեղծ եմ ասում, չեմ իմացել։ Մի օր իմ կուրսեցին է զանգահարում ինձ, ասում է նոթբուքը բացած, մտել էին ինստիտուտ, քեզ էին ման գալիս։ Ու պարզվեց, որ սցենարիստ Անդրանիկն է ուզում հետը զրուցի։ Անդրանիկը ընդունեց, ծանոթացանք, ասեց ինչ կերպար ես ուզում, ինչ ես պատկերացնում։ Անկեղծ իմ համար տենց հասկացողություն, այդպիսի հարց գոյություն չունի։ Եթե մասնագետ ես, ուրեմն պետքա կարողանաս յուրաքանչյուր կերպար կերտես, կարողանաս մի խոսքով ասացի ինչ գրես կխաղամ։ Ու այդ եղավ շատ չարաբաստիկ, ճակատագրական։ Չի կարելի այդպիսի համարցակ նախադասություն արտաբերել։ Ես էլի չեմ զղջում իմ արտահայտությունների համար, որովհետև ըստ իս էլի վատ չեմ արել իմ գործը, բայց ընդհանրապես այդ արտահայտությունը անելուց, թե սցենարը 2 օր հետո վերցնելուց, անկեղծ եմ ասում, յուրաքանչյուր, ասենք, էլի կրակածիլոց կերպար կպատկերացնեի, բայց ոչ, ասենք, Աստանյան քաջիկ, որը իր անունին համապատասխան չի, այլ հակառակը, ասենք, առավոտից իրիկուն, լացում, նվնվում, մամային ա ուզում, մի խոսքով էլի, ինչ ասեմ, կարդացի սցենարը ու մի այլ ձևի անակնկալի եկա, անկեղծ եմ ասում։ Բայց այդ պահին վախ կար, որ հնարավոր չի լինի կերտել այդ կերպարը։ Վախը չէր, ուղղակի այդ կերպարը իմ
տրամաբանության մեջ չէր մտնում։ Այդքան բան, ես տեսակով մի քիչ ինձ ուսանողական ընկերներս, ովքեր որ այդ տարիներին իմ հետ ընկերություն են արել, շփվել են, գիտեն իմ տեսակը, հետո զարմանում էի ոնց եմ ես այդ կերպարը խաղացել ու կերտել, անկեղծ եմ ասում, առանց որևիցե չափազանցություն անելու կամ չափազանցնելու, բայց քանի որ արդեն կոպիտ ասած եղել էր այն ինչ պետքա լիներ, այսինքն գրվել էր ու այդ կերպարներ, ես ընդհանրապես բան չարեցի։ Կյանքում լացկան չեք, այսինքն։ Ընդհանրապես։ Իսկ մամային զանգել բողոքել ինչ որ հարցերով։ Էդ էլ չունեմ, աշխատել եմ իմ կյանքում այնպես ապրեմ, որ ընդհանրապես չանհանգստացնեմ։ Ամենահիշարժան իմպրովիզացիան ո՞րն է եղել։ Այդ իտարի բաղադրիչը, որ ասենք ամեն նեղվելուց ինքը ձգում էր այդ, ասենք մի ընթացք չեմ ուզել вообще այդ իտարը լսեմ իրականում։ Իտարը ջնջեք այբուբենից շտապ։ Իմ համար տարիներ շարունակ ջնջված է եղել լուրջ, որովհետև ես չեմ Ասենք կարողացել կյանքում որ իրավիճակ ա եղել, որ պետք է ասեք չեք ասել։ ասել եմ, բայց ուրիշ ինտոնացիա, բացի այն, որ դու ես այդ օգտագործել 3 կամ 4 տարի նկարանվելուց, այսինքն համ բանակում, Հետո համ տարիներ քաղաքում շարունակ օգտագործել են, երբ տեսել են ձեզ։ ու ասենք օգտագործել են շատ գրեյք ձևով, ասենք մեջքի հետևի, իսկ ես դրա իմաստը մինչև այսօր չեմ էլ հասկանում։ Դե դուք 20-ում ստացաք ձեր Այո, առաջին ես մեծ դերը։ առաջինը, հա, Ջիմ ստացա Քերին, 20-ում։ քանի սում ստացած կլինի։ Նրան ավելի երիտասարդ տարիքում ինչ որ մարդիկ հիշում են, ես օրինակ չէ։ Ինձ մոտ ինքը տպավորվել է ինչ որ X տարիքում, որը այդքան էլ 20 տարեկանին մոտ չէ։ Ես նրան երևի պատկերացնում եմ Ace Ventura-ի կամ չգիտեմ էլի այդ կերպարների ֆոնի ներքո շատ հնարավոր է ինքը մանկուց մեծ է երևացել։ Այո, պատրաստ ենք, պտտեցինք։ Մեր թվերը բավականին մոտ են, 27 կարծում է։ Վահեն, իսկ իմ կարծիքով 28։ Շատ մոտ թվեր են գրել, տեսնենք, լսենք ճիշտ պատասխանը։ Ջիմ Քերին դարձավ հայտնի կինոաստղ 32 տարեկանում։ Բավականին մեծ տարիքում է փաստորեն աստղը շողացել նրա։ Փաստորեն ես չէի պատկերացնում, բայց Ինչ եք կարծում, համաշխարհային աստղերը եւս ունեն այդ փոքրիկ տրավման, այսպես ասած, մոռանալու երբեմն որոշ դերեր, որոնց հետ ասոցացնում են իրենց, թե միայն հայկական իրականության եւ ավելի փոքր հասարակության սինդրոմն է սա։ Չէ, ինձ թվում է այդ ուղղակի մասնագիտության բացասական կողմերից է, որ լինում են, ասենք, կերպարներ, որ մարդը իր աշխատանքից դրդված է դա անում, որովհետև մասնագիտության նվիրյալ է։ Կոպիտ ասած չի մտածում։ Հիմա որ տարիներ առաջվա որոշումը կայացնելու պահը լիներ, չէիք գնա, արդեն իմանալով նաև հետևանքները։ Ես իմ կյանքում երբևիցե որևիցե բանի համար երբեք չեմ զղջում, անգամ եթե ինչ-որ մի բան սխալ եմ արել։ 1-0 է հաշիվը հոգուտ ինձ, շարունակեք ավելի ուշադիր խաղալ, մենք լսում ենք երկրորդ հարցը։ Ինչ արագությամբ է ուղեղը արձագանքում զայրույթին։ Ուստվոցիմ։ Ինձ թվում է 0.1 հատ այնց ինչ-որ վարկյանների մասին է խոսքը գնում, թե։ Կարծում եմ, այո, հատկապես բռնկուն մարդկանց դեպքում։ Ես 2 վարկյան եմ գրել, իսկ Վահեն 1 կարծում է։ Իր տառապանքը փորձ ունի։ Այո։ Եվ կարծում եմ, որ դուք ճիշտ եք։ Լսում ենք ճիշտ պատասխանը։ Զայրույթի առաջին ալիքը սկսվում է կես վայրկյանում։ Դուք մոտ եք եւ դուք հավասարեցնում եք հաշիվ։ Ես գիտեմ, որ դուք բայց կտրուկ արձագանքների սիրահար եք երբեմն, չէ՞։ Կա նման բան, անկեղծ լինում են դեպքեր, որ շատ միանգամից եմ էլի բռնկվում, շատ դեպքերում հետո գտնում եմ, որ պետք չէր այդքան միանգամից։ Նաև գիտեմ, որ քաջիկի հայտնի լացելու տեսարանների ընթացքում ոչ մի արտաքին միջոց չի օգտագործվել, եւ դուք միշտ բնական ճանապարհով եք լաց եղել։ Այո, կա նման բան ու ասեմ ավելին, հենց առաջին նկարանման օրն է եղել։ Այդ դրվագը շատ լավ հիշում եմ մեր Գևորգ Չուլյան, Մուսայելյանի կերպարը։ Այո, Սամվելը, այո։ Ինչի է ինքը հիշում, որովհետև մենք իրար հետ ենք այդ տեսարանում նկարանվել ու տեսարանի նկարանման process-ը տևել է մի ժամ, դադարները երևի եղել են այդ ժամվա մեջ 15 րոպե կամ չգիտեմ, էլի։ Այսինքն 1 ժամ անդադար լաց եք եղել։ Նու երբ եղել է stop բառը, ես դադարել եմ լացելուց, երբ ասել են մատոր, սկսել եմ լացել։ Այդ ինչ անտեսանելի կոճակ է, որ սեղմում են, սկսում եք լացել, հետո հենց ասում են stop, դադարեցնում եք։
Չեմ կարող ասել անտեսանելի, այս վերջերս մի հատ էլ էլի նկարանման process-ի ընթացքում կտոր կար, որտեղ որ պետք է էլի ինչ-որ տենց կերպարը հուզվեր բանաներ, էլի հուզվեցի, ասում են կարող է ինչ-որ տխուր բան ես հիշում կամ չգիտեմ, էլի վատ պատմություն բան, ես ուղղակի բացատրեցի, որ ընդհանրապես տխուր բաներ տենց պահելու, որ պահեմ, հենց պետք է հիշեմ բան, տենց միանգամից աչքերս թրջեմ կամ հոնգուր լացեմ, ինձ դա ոչ մի օգուտ չի տա, այնպես որ չկա նման հիշողություն կամ պատմություն, ինձ թվում է ուղղակի ժամանակին սովորել եմ ու մասնագիտական ձևով հղկել եմ այդ process-ը։ Մի հատ ամենաուրախ դեպքը պատմեք մեզ, որ տեղի է ունեցել։ Ամենաուրախներից չգիտեմ, բայց մի օր ես ու մեր Էմիլը մտնում ենք Զորամաս, որ գնանք փոխվելու հանդերձարան, հագնենք մեր զինվորական համազգեստը ու այդ ընթացքում դե մի քանի շենքեր կա, ոնց որ մինչև հասնենք այդ հանդերձարան, շարված է զորքը, երևի 800 կամ 1000 քանի հոգի շարված են, իրանց հրամանատարն էլ իրանց առջևում ու քանի որ Էմիլի հետ ինստիտուտի տարիներից ենք ընկերություն անում, ոչ թե բանակումի, ես գիտեմ, որ ինքը մորեխից շատ է վախենում։ Ես մի երկու քայլ իրանից հետ ընկած եմ ու ֆիքսում եմ, որ մորեխը Էմիլի բաճկոնի վրա է։ Ու չգիտեմ ինչի, ասենք, ես էլ եմ խառնվում։ Սովորաբար ուրիշ ձև կանեի, էլի, սուս-փուս, ասենք, վրայից թափ կտայի կամ չգիտեմ, ինչ-որ տենց մի բան։ Ես այդ բանը խառնվեցի ու ասացի, վայ, բան մորեխը, ու ինքն էլ խառնվեց ու սկսեցի ոնց որ իրան տենց կողքից մտածեցին, հա, որ մենք իրար քաշքշում ենք, թե ինչ ենք անում, ինքն էլ սկսեց քցի, թափ ու շուտ արա, բան սենց մի խոսքով ու զորքը խառնվեց իրար, որովհետև այդ ամեն ինչը տեղի էր ունենում շարված զորքի առջևում։ Մորեխին քշեցինք, բայց արդեն կոպիտ ասած այդ բանը հա, ամեն ինչ խառնել էր իրար, հետո մեզ բան արեցին, էլի մոտիկացան, որ ինչ եք վիճում իրար հետ, դուք ընկերներ չեք, բան, մինչև բացատրեցինք, որ մորեխն էր իրականում։ Մինչև բացատրեցինք, որ մորեխ էինք քշում։ Պատճառը, հա։ Ես սենց ասեմ, մի քիչ որ իմ տեսակով սիրում եմ բաներ անել, երբ իմանում էի, որ ռազմականից աշխատող կա, եկել են զորքին, իրական զորքին ստուգելու, անկեղծ եմ ասում, հանում էի իմ ռուսերեն ասած բացինկաները, հագնում էի այդ տնը հողաթափերը, իմ շալվարը ծալում էի, ոնց որ ձուկ բռնող, ասենք, ոնց կծալի։ Ու ինչ-որ խեբեսը վրաս գցած, գնում նստում էի այդ գենշտաբի բանի, գենշտաբ չէ, հրամանատարի նստավայրի դիմաց փոքր ծխարան կար։ Մաքսիմալ տեսանելի վայրում։ Հա, մաքսիմալ տեսանելի վայրում, որ ռազմականի աշխատողը գար ու փորձեր ինձ տաներ, ասենք, չգիտեմ, ինչ ռազմական ոստիկանություն ու գալիս էին, ոգևորվում էին, ուզում էին մի բան կատարվեր, բայց հենց մոտիկ էին գալիս, տեսնում էին ես եմ, ավելի էին գժվում ու բան, որ ոչինչ անել չեն կարող, բայց այս վիճակն է, ասում էին ձեզ կարգի հրավիրեք ու մենակ ռազմականի աշխատողների չէ, անկեղծ, ասենք, տեսնում էի դատարկ այդ պլաց ասվածը, բայց ինչ-որ չգիտեմ, հրամանատարներ են գնում գալիս, ես տենց մի քիչ շատ ազատ վիճակով էլի այդ բանը գոտին, հա, քանդած, ուսերից գցած, կամ ասենք, չգիտեմ, բանը բուշլատը ոնց է հայերեն։ Վերարկու։ Նու հա, բանակի վերարկուն, լավ, գցում էի ուսերից ու էլի դուրս էի գալի մանգալում, մինչև օֆիցերները, մեր սպայերը, ասենք, տեսնում ու հերվից գոռում էին։ Իրանք էլ երևի իմ նման տեսողության խնդիր ունեին արդեն։ Գոռում էին զինվոր, մոտիկ, շուտ զինվոր բան, ես էլ ընդերս կանչում էի, ես մի ծերից ասում էի դու արի, բան, հենց գալի էլի հասնում էին, ասում էին ձեռ ես առնում, ասենք, կամ ես ում տեղն ես դրել, բան, ես էլ բացացնում էի, ասում էի չէ դե հիմա, ես իմ համար դուս եմ եկել մաքուրոթի մանգալու, ես ինչ իմանամ, որ դուք տենց ում տեսնում եք զինվորական համազգեստով, մտածում եք դա ձեր զինվորներից ասենք, չգիտեմ, մի քիչ չարաճճի բաներ արել եմ, ես մինչև այսօր հիշում եմ այն տեսարանները, որ ձմռանն ա եղել ու ասենք սցենարիստ Անդրանիկը գրել էր, որ
այդպիսի բան կա, Պապլացովսկի, որ պետք է ասենք սողալով։ Ես էլ թարսի պես ոնց որ համ սողալուց եմ հեռու, դե պետք է գոնե ծառայած լինես, որ այդ ամեն ինչը իմանաս։ Համ էլ ասենք ձյան հետ կապված վերջանկամ 6 տարեկան տարիքում եմ խաղացել ձնագնդի։ Ես հիշում եմ, որ իմ ձեռքերը ցրտահարվեցին ու տես կապտած բարձրացել եմ, ասենք, որտեղ մի ժամ նկարել ենք, էլի, որտեղ ամբողջ վաշտներ այդ տեսարանում նկարանվում ու այն կարգի էր վատ վիճակը, որ խնդրել են կես ժամ, մի ժամ դադար, որ կարողանանք հետ գանք, որովհետև ես իմ ձեռքերը այդ կարգի կապտած էլ չեմ տեսել։ Ես այդ իմպրովիզները, որ ասում եմ, իմպրովիզ, ես մտածում եմ, որ քաջիկը, ասենք, նորմալ մարդ չի ու ինքը պետք է երկու ձեռքը շարժելով վազի։ Սովորաբար մարդիկ մի ոտք, մի ձեռք են շարժում անում, հետո հակառակ ձեռքն ու ոտը։ Ես վազելու տեսարանը հիշում եմ այն ծիծաղելի քաջիկի։ Ես մեծ սիրով այդ իմպրովիզացիան անում եմ, բոլորի դուրը գալիս է եւ այլ, ու մի օր գալիս է մեծ հսկող գնդապետներից մեկը եւ գժված դե իրանք հնարավոր է եւ չէին նայում կամ այդքան բան չէին նայում ու գժված ասում է ինչ ես անում դու բան ասում եմ ինչ եմ անում ասենք ինչի մասին է դե չգիտեմ ինչի մասին է խոսքը գնում հա որ պահը շատ բաներ եմ անում որի մասին է խոսքը գնում ասեց դե ինչ ձև ես վազում ասեցի քաջիկի պես եմ վազում ասենք ոնց կերպարը կվազի ոնց ինձ արեց ինչ որ 2-0 ես բանանում ասենք Ո դու լիժակ շող չես բան, շուրսես բաներ, ասի դե հիմա կարա չի բացառում, բան, ասեց գեներալներ զանգել բան, էլ այդպես բաներ չտենամ, ու այդ մի իմպրովիզացիայի ասենք կամ իմպրովիզի չգիտեմ, այդ գծի, որ ասենք շատերը անկեղծ ինձ հետո տեսել ասել են, որ հա, այդ դրա վերջն եկավ, ես ահագին նեղվեցի, որ ասենք հետարքիր միտքեր էլի ու բաներ էլ իրոք հա ծիծաղելի էր Այդ մի բանը ասենք մի անգամից փագեցին։ Եղել է փողոցում, որ ինչ որ մեկնաբանություն անեն եւ թեքվեք ու դառնա վիճաբանություն։ Առանց չափազանցնելու այդ ձեր ասած սիտուացիան եղել է երևի 15-ից 20 անգամ ու ես չեմ զլացել ամեն անգամ անկախ տարիքից 50-անց մարդա թե 18 տարեկան 20 երիտասարդ չեմ զլացել, կանգնել եմ ինչ որտեղ բարձրաձայն, ինչ որտեղ հանգիստ բացատրելով, փորձել եմ տեղ հասցնել, որ դա կերպար է, դա սերիալի մեջ է, մենք հիմա շանթի եթերում չենք, ես պրոսպեկտում իմ ընկերոջ հետ, ասենք Մաշտոցի պողոտայով, ուղղակի զբոսնում եմ ու մի քիչ տաքություն ունեմ, դրա համար ոնց որ կարող է ավելի խիստ պատասխանեմ կամ եւ այլ։ Երևի շատ հավատացող հերոստատիտող է մեր հանդիսատեսը։ Կամ շատ լավ եք խաղացել, ընդհանրապես չեն պատկերացնում, որ այդ կերպարից դուրս կյանք կա։ Okay, չենք բացառում։ Անկամ իմ ազգականներին, բարեկամներին եղել են հարցեր, որ այդ տղեն իրոք այտենց լաց կանա։ Շատ շուշուտ է լացում, շատ է լացում։ Մի օր լուսահոգի քերի զանգարեց Հունաստանից, ասեց սա Հունաստանի հայերը պապիկից շատ են սիրում հարգում։ Ասեմ քերի ջան, only քերի, քեզ ինչ պատահեց էլի, ասենք Հունաստանում պապիկին, բա։ Ասում աստեղ հետս գրազ են գալիս, որ դու Խոստիկյանի թորն ես։ Էմիլը Կիմի թորն է, դու Խոստիկյանի թորն ես, ու տենց դեպքեր եղել է Զորամասում, ասենք Էմիլի հետ մտել ենք Զորամաս, հենց ԿՊՊ-ի կանգնած, ասենք ծառայողները, հերթապա ծառայողները տեսնենք, որ ինչ-որ մի բանի շուրջ գումարով ուզում են գումարով կամ չգիտեմ ինչ-որ մի բան գրազ գալ։ Հետո ասել ենք ինչ է եղել բան, որտեղ զգացել ենք մեզ են նայում բան, ասել ենք ինչ պարզվել է, որ իրոք այդպես բան իբր տենց պապիկների պահով հրավիրել են խաղալու եւ այլ հորդորել ենք որ այդ երկուսից մեկը միանգամից չպարտվի այդ նշանակումը մենք անկեղծ պատասխանելու ենք ու դա կնշանակեր որ պետք չի գրազ գալ որտեղ չկա նման բան իսկ ամենավատ մեկնաբանությունը որ սովորաբար անում են որն է ինչ որ կերպարային է
Իմ հետ կապված մի քանի անգամ է եղել, որ փորձել են ինչ-որ տենց կարողա լացի մասից բաներ, ես հետո ունես բան եմ արել, որ անգամ իմ ընկերներն են, ասենք, ապշած մնացել, որ բայց ուղղակի պահա գալիս, որ երբ որ այդ 2 ժամվա ընթացքում դա լինում է 10-րդ կամ 13-րդ դեպքը, ուղղակի դու ես մարդ։ Ուղղակի ուզում ես լացես։ Չէ, ես ներվայնանում եմ կամ բարկանում ու իմ նյարդերն են տեղի տալի, ես ինչքան էլ կարողանամ ինձ զսպեմ կամ բան, հիմա դե այն ժամանակվա կոպիտ ասած 20 տարեկան երիտասարդը չեմ, բայց իրոք լինում են պահեր, որ արդեն ոնց որ ոչ մի բանի մեջ չես տեղավորվում։ Մի օր ես Հակոբյանը, նայեք ինչ փունջ եմ ասում, ես Հակոբյանը ու Համբարձումը։ Աստված իմ։ Ինստիտուտից, Թատերական ինստիտուտից քայլում ենք դեպի Զորամաս ու տենց լսում եմ, որ 2 երիտասարդ նկատել են մեզ ու սկսել են Հակոբյանից ասեն տերը ու ինչ շատ ոչ կյանքի հետ կապված ասենք ռեպլիկներ են այդ ժամանակ հնչում են որ իրականությունից դուրս Հակոբյանին հասցրել էինք ատել բոլորս ինձ թվում է իր կերպարի պատճառով այո այնպես որ չեմ զարմանա որ տարօրինակ մեկնաբանություններ հնչած լինեն ու երբ որ տենց Հակոբյանից անցում կատարվեց Համբարձումին ու ես այդ ընթացքում ոնց որ իմ ականջը ֆիքսելա ես այն որ նայում եմ վերև ասում Տեր Աստված թող չճանաչեն կամ անցնեն այդ կերպարին, որովհետև մենք ուշանում ենք, նկարանման ենք, բայց ոնց որ ես ինչքան էլ խնդրեցի վերջում հասանք ինձ ու այտենց որոշել էին, որ իրան կարող է 2 ընկեր հումոր անեն ու իրանք իրար մեջ այտենց ուրախանան Այդ տևեց այնքան, երբ որ ես հասկացա, որ իմ դիմաց կանգնած իմ տարիքի, թեկուզ կարող է իմ տարիքից մի քիչ բարձր մարդիկ, որ չեն հասկանում, մի անգամից ես այդ բարձրաձայնեցի, որ եկեք լավ գնանք, տղեկ ջան, որովհետև այս դիմացիները ոնց որ այդքան էլ տեղյակ չեն, ինչ է կատարվում, ինչի մասին է խոսքը, բայց ամենահետաքրքիրը մի օր մի հատ այդպես տարիքով շատ տարիքով, չգիտեմ, կարող է այդ ուրիշ տեղ պատմածել լինեմ։ Շատ տարիքով մարդ իր ընկերու հետ ման այդպես սև վենաշապիկով, ամբողջովին սև այդպես հագած, ասես բան սա ձեռքերը տատուներ, բաներ ու տեսա այդպես շատ բան ձև էլի գորած մաշտոցի էլի պողոտայում Ես նայում եմ շատ մեր, ինչ-որ շատ բան ձևով, հիմա արդեն 10 քանի տարի անցել է, այդպես այդքան էլ էական չի, բայց ինչն է այստեղ բան, որ ես էլի մի անգամից արդեն ես իմ որերորդներ, այն որ այդպես բռնկվեցի, բացատրում եմ բան, բայց դե տեսնում եմ հետը կին կա, ասում եմ լավ մեծ մարդ ես, ճանապարհը շարունակի բան, հետը աղջիկ կա, կին կա, այս կոմենկում, ու այդպես Ես կարող եմ այդ պահին բռնկվեմ, ջղայնանամ, բայց այնպեսի բան չի, որ այդ օրը սփչացնի կամ եւ այլ եւ այլ։ Անցել է, ասենք 15 օր, մեկը հետևիցս արդեն ուրիշ տեղ։ Գիշերվա 11-ն է, 11-ան սկես գոռում է։ Ախպեր, եղբայր, ընկեր ջան, բան ես մտածեցի այդ ժամին երևի ինչ-որ ծխախոտ են ուզում կամ բան էլի, այդ ժամին ինչի պետք է տղեն տղու հետևից եսի բղավի բան, ասեցի երևի ծխախոտ պետք է տամ։ Պարզվեց այդ մարդն էր ու լուրջ այն որ ունես շնորհակալ էր, որ այս պահը էլի եղել է, ինքը ծանր էր տարել, որ ես իր հետ նման ձև էի խոսել։ Գնացել էր տուն ու ժամերով վերլուծել էր թե քաջիկը ինչի ինձ այտենց պատասխանեց անկեղծ եմ ասում հետո հասկացել էր որ ինքը երևի այդ օրվա չգիտեմ որ երրորդ մարտն է ու իրոք երբ որ ասենք սահմանները անցնում են կարող է եւ մարդուն ընդհանրապես հաճելի չլինի այդ փաստը դրա համար եմ ձև ինքը լուրջ ուրախ էր ես այդ ուրախությունը երբեք չեմ մոռանա ասում էր ինչ լավ է որ ես տեսել եմ ու կարամ քեզ ասեմ կներես մենք լսում ենք երրորդ հարցը Կինոարդյունաբերությունում ամենաբարդ էպիզոդը քանի օրում է նկարվել ինձ թվում է երևի մի շաբաթ պետքա չասեի պետքա գրեի մեծ թիվ էր պատտենք 3 օր ինչու այդքան կրճատեցիք
Չգիտեմ։ Դե լավ, ուրեմն վստահ ենք ձեր ինտուիցիային 5 օր իմ կարծիքով։ Լսենք ճիշտ պատասխանը։ Մոատարիների տիրակալը ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանումը տևել է մոտ 1 շաբաթ։ Ձեր առաջին թիվը տեսակ ինչ ճիշտ էր։ Այո, ուղղակի քանի որ պետքա գրեի ոչ թե բարձրաձայնեի, բայց լուրջ 7 օր ու Բա, բարձրացեց տեսնում եք։ որ հա։ Ամեն դեպքում ճիշտ պատասխանը հնչել է իհարկե բանավոր կերպով։ Հիմա մի քանի հարց եմ տալու, բայց էլի բանակումի դերասաններին է վերաբերում, բայց իրական կյանքում։ Արագ-արագ պետքա պատասխանեք։ Ով է ամենահումորովը կյանքում։ Էմիլը։ Էմիլը։ Այո։ Ահա։ Ումից պարտքով գումար կուզեք, եթե հարկ լինի։ Որ շատ են։ Ումից առաջինը ում կզանգեք։ Էմիլին։ Մտերիմ եք փաստորեն։ Ում հետ կուզեք խաղալ գլխավոր դեր մի նոր ֆիլմում։ Որ ձեր պարտներ Էմիլը։ Հա։ Էմիլի բենեֆիսն է այսօր մեզ մոտ։ Ում կզանգեք առաջինը, երբ հասկանաք, որ կռվի մեջ եք ներքաշվում եւ օգնության կարիք ունեք։ Գորին մեր Վարուժին։ Հա, լավա կռվում։ Լավ կռվելը չգիտեմ, բայց սենց ասեմ, մենք իրար հետ երկար ճանապարհել ենք այս վերջերս անցել, հաստատ իր հետ կանցնեմ ճանապարհ, անկախ նրանից ինչ ճանապարհի մասին է խոսքը գնում։ Հետաքրքիր է։ Այո, դրա համար գորը։ Ով է բանակումի դերասաններից արժանի Օսկարի։ Շատ են, հավատացնում եմ ձեզ Մեկին շատ պետք է ընտրենք արագ։ Արագ մեկին պետք է ընտրենք։ Այո։ Հենց հիմա Օսկար ենք տալիս։ Լավ, էլի ասեմ Էմիլ, այո։ Ով է ամենակամեցողը կյանքում։ Ծոմսելա կամեցող, գևնելա կամեցող, բոլորն էլ կամեցող են։ Ում հետ է ամենամտերիմը։ Երևի թե Էմիլի։ Եվ ում հետ է եղել ամենաբարդը նկարահանման հրապարակում։ Ամենաբարդը։ Չի տպավորվել այդպես մարդ, որ հետո բարդ է եղել, ես այդպես չեմ կարողացել անկեղծ։ Ամենահեշտը Էմիլի հետ է եղել, բայց։ Նու Էմիլի հետ ինչով է իմ բանը, ասենք ես սիրել եմ էլ իրե, որտեղ մենք երկուս էլ իմպրովիզացիաները անող, սիրող մարդիկ ենք ու տենց կերպարները ավելի գունեղ են ստացվել։ Երկում եք հաշվով, լսում ենք 4-րդ հարցը։ Քանի տարից է բաղկացած հայերեն ամենաերկար բառը։ Քանի տարից է բաղկացած հայերեն ամենաերկար բառը։ Բառը արդեն գրենք թե Քանի տարի։ Ես ամենաերկար բառը որ գիտեք որն հիմա է։ այդ է ջան, դու ուզում ես ես բարձրաձայնեմ, այդ դրանից երկու պակաս դու գրես ու ես ուրիշ ասենք գրեմ 3 էլի չեմ կարող նու հիմա ես արդեն հասկացա որ բառի մասին է խոսքը գնում։ Ես մոտավոր Հաշիվս կորցրի այնքան երկար էր։ Լավ, իմ հաշվածը մոտավոր էս թիվն էր։ Չեմ ասի։ Բայց հիմա հա Գրել եմ արդեն։ Գրել ես, ես էլ եմ հիմա գրում ու առանց հաշվել իմիջայլոց։ Պտտենք։ Ես հուշում են։ Ոչ, ես շատ ավելի վաղ էի գրել, քան հուշումը տեսա, իմ կարծիքով 27, որովհետև ես հաշվել եմ արևաճաճանչա պայծառափայլատակություն բառի բոլոր տառերը, իսկ դուք գրել եք 14, որը չափազանց փոքր թիվ է կարծում եմ այս բառի համար։ Լսենք ճիշտ պատասխանը։ Արևաճաճանչա պայծառափայլություն բառը հայկական բառարանների ամենաերկար բառն է, ունի 27 տառ։ Շնորհավորում Ուղիղ եմ։ նշանակետին։ Ես բառը գիտեի, ուղղակի ես Բայց ալարեցիք հաշվել։ Ոչ թե ալարեցի, ես տեսա ձեր հաշվելու process-ը ու մտածեցի, որ կեսից ես էլ եմ մոռանալու կամ շեղեմ թվերի քանակը, այնց որ ասացի գնամ ռիսկի ու կես դրա կեսը գրեմ ու պարտվեցի, ինչ անեմ, հիմա ոչինչ, այդպես էլ է պատահում։ Այո, Ամեն ցավոք դեպս ուղղակի ես այլևս տեսակով ջենտլմեն եմ, ես այսօր հաստատ տեղից հաղթանակած չեմ գնալու։ 3-1 է հաշիվը։ Դուք ինձ հաղթելու այլևս ոչ մի հնարավորություն չունեք։ Այո։ Բայց կարող եք գոնե կրճատել հաշվի տարբերությունը, այնպես որ մենք լսում ենք վերջին 5-րդ հարցը։ Գնացինք։ Կփորձեմ։ Որքան է արժեցել ամենաթանկ գովազդը, որ ինտեգրվել է ֆիլմում։ Ոյ։ Հայկական սիթքոմներում այնքան բրենդներ են ինտեգրվում, երբեմն նույնիսկ սցենարները կարծես կազմված լինեն այդ բրենդը գովազդելու համար։ Այո։ Նման տպավորություն ունեմ ես որպես դիտող։ Լավ, եկեք գրենք գումարը, որքան ինտեգրացիա արած կլինեն, ինչ գումարի դիմաց։ Միլիոններ երևի։ Միլիոնները փաստա ուղակի այստեղ հարցա, ասենք 60 միլիոն թե 200 օրինակ եմ ասում։ Ես երանիշ թիվ եմ գրելու, եթե կուզեք իմանալ թե ինչ թիվ եմ գրելու։ Լավ։ Պտտեք։ 60 միլիոն
$։ Լսենք ճիշտ պատասխանը։ Տրանսֆորմերները ֆիլմում ինտեգրվել է 50-ից 80 բրենդ։ Գովազդի բյուջեն կազմել է $150 միլիոն։ Հաշիվը դարձավ 4-1։ Ոչ։ Դուք մաթեմից լավ չեք, ես էլ եմ վատ, Դավիթը լավ է, բայց։ Լավ։ Ուրեմն 3-2 իմ մոտ ստացվեց կրճատելը։ Շնորհավորում եմ ինձ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հայցում եմ ներողամտությունս ոչ շատ հումորային բաներ, պատմություններ հիշելու կամ պատմելու համար, ձեր սպասելիքները չարդարացնելու համար։ Չէ, արդարացեն, մենք որոշ պատմություններ շատ շնորհակալ եմ, որ հիշում եք, գնահատում եք։ Շնորհակալ եմ շատ, լավ եղեք, շարունակեք մնալ էկրաններին, իսկ մենք կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։